Վենեսուելային արդեն հանձնել են։ Եթե հանձնած չլինեն, Մադուրոն ամերիկյան բանտում նստած չէր լինի։ Իրանին հանձնել են այնքանով, որքանով իրենք չեն կարող Իրանին այսօր պաշտպանել։ Իրենք հիմա սպառնում են ամերիկացիներին նեղուցում ռազմական, վարժանքներով Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի ռազմածովային ուժերի մասնակցությամբ, բայց ես չեմ կարծում, որ դա ամերիկյան ավիակիրների նավատորմերի համար լուրջ վտանգ է։ Այսինքն այստեղ Ռուսաստանը բան չունի անելու։ Սիրիայի մասով բոլորովին վերջերս իրենք հերթական իրենց ռազմաբազան Ղամիշլիից հանեցին։ Այսինքն իրենք այդ ամենը Դե բա իհարկե ես փաստերն եմ ասում։ Իրենք բոլոր տեղից դուրս են գալիս։ Հիմա Հայաստանում նույն Լավրովը իր ճարի ժամանակ ասաց, չէ, որ 100-200 բազան Հայաստանի անվտանգությունն է։ Հայաստանի անվտանգությունը 100-200 բազան երբեք չի ապահովել իր ստեղծման օրվանից։ Այն չի ապահովել Հայաստանի անվտանգությունը այն ժամանակ, չի ապահովում հիմա եւ երբեք չի ապահովել։ Ինքը ընդհանրապես ապահովում է Ռուսաստան-ՆԱՏՕ սահմանի, սիմվոլիկ անվտանգությունը։